Բարև ձեզ հարգելի գործընկերներ, սկսում ենք կառավարության 2025 թվականի մայիսի 29-ի հերթական նիստի աշխատանքները։ Նախորակարգ պիտի հաստատենք, օրակարգի վերաբերյալ կան դիտարկումներ, առաջարկություններ, չկան, ըստ այդմ օրակարգի նախագիծն է դրվում քվեարկության, ովքեր են կողմ դրա հաստատմանը, դեմ չունենք, օրակարգը հաստատված է, քննարկում ենք չզեկուցվող հարցերի փաթեթի վերաբերյալ կան առաջարկություններ, չկան, քվեարկության է դրվում չզեկուցվող հարցերի փաթեթը, ովքեր կողմ դրա ընդունմանը, դեմ չունենք, չզեկուցվող հարցերի փաթեթը ընդունված է, քննարկում ենք զեկուցվող հարցերը, հարց համար 12 պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին, օրենքի եւ հարակից օրինագծերի նախագծերին հավանություն տալու մասին հարցը զեկուցող տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդացյան։ Համեցեք, պարոն Խուդացյան։ Մեծարգո վարչապետ, հարգելի գործընկերներ, ձեր քննարկմանն եմ ներկայացնում պետական գույքի կառավարման մասին եւ հարակից օրենքներում փոփոխություններ իրականացնելու մասին փաթեթը, որն ուղղված է պետական գույքի կառավարման արդյունավետության բարձրացմանը։ Հայաստանի Հանրապետությունում ձևավորված պետական գույքի անհատույց օգտագործման համակարգը տարիների ընթացքում հանգեցրել է մի շարք համակարգային խնդիրների, այդ թվում գույքի թերի կամ ոչ նպատակային օգտագործման, հանրային վերահսկողության ոչ բավարար մակարդակի։ Առաջարկում ենք պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում հաճախակի են արձանագրվում դեպքեր, երբ պետական մարմիններն ու կազմակերպությունները գույքը օգտագործում են ոչ արդյունավետ, որոշ դեպքերում մասնակի կան ընդհանրապես չօգտագործվող գույքային միավորներ։ Խնդրի լուծման համար առաջարկում ենք օրենսդրական նոր կարգավորում, ըստ որի պետական մարմիններին, պետական ոչ առևտրային կազմակերպություններին, հիմնադրամներին անշարժ գույքը տրամադրվելու է վարձակալությամբ կառավարության սահմանած կարգով։ Վարձակալությունից ստացված վճարները ուղղվելու են պետական բյուջե։ Խնդրում եմ հաստատել։ Պարոն Խուդացյան, հիմա պետական մարմինները, որոնք պետական գույք օգտագործում են անհատույց, հիմա այսինքն մենք ձևակերպելու ենք դա որպես վարձակալություն, Ձևակերպելու ենք որպես այսինքն ըստ էության, բայց էլի մեկը գումարը տալու է պետական բյուջեն։ Մենք սա անում ենք ֆինանսական մեր հոսքերը կարգավորելու, ավելի տեսանելի դարձնելու եւ կառավարումը ավելի արդյունավետ դարձնելու համար։ Այսինքն հիմա ենթադրում եմ կառավարության շենքն ենք վարձակալություն։ Այո, բոլոր գույքերը, պարոն վարչապետ, որոնք պետական ոչ առևտրային կազմակերպություններին են պատկանում, հիմնադրամներին կամ պետական մասնակցություն 100% մասնակցություն ունեցող ՓԲ-ներին, այո, կարևոր են գծել, որ առաջարկող մոդելով պետական մարմինների ու կազմակերպությունների համար հավելյալ ֆինանսական ծախսեր չեն առաջանում եւ վարձավճարները ֆինանսավորվելու են պետական բյուջեի կողմից։ Առաջարկվել է նախագիծը թափանցիկությունը բարձրացնելով պայմանավորված, նաև հանրային վերահսկողությունը բարձրացնելով պայմանավորված, պիտի ասեմ, որ միջազգային մի շարք երկրների փորձ են ուսումնասիրել մեր գործընկերները, այդ թվում Մեծ Բրիտանիայի, Ավստրալիայի, որտեղ համանման կարգով է ուրեմն կառավարվում պետական գույքը։ Հիմա լավ, ենթադրենք հիմա կառավարության շենքը վարձակալում ենք եւ վճարում ենք ում։ Վճարում ենք պետական գույքի կառավարման կոմիտեին։ Այո, վճարվում է մեծ հաշվով պետբյուջե։ Հիմա չենք վճարում ենք, դրանից ի՞նչ է փոխվում մեր կյանքում։ Ինչն է։ Վարչապետ, գույքը գնահատվում է, սա նաև լրացուցիչ ծախս է, ուրեմն գերատեսչության վրա առաջանում, նաև նպատակահարմարությունը հետագայում այդ գույքերի օգտագործման կորոշվի։ Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ բազմաթիվ են այնպիսի գույքերը, որոնք չեն օգտագործվում, մասնակի են օգտագործվում, մի որոշ ընթացք հետո նպատակահարմարությունը տվյալ գերատեսչության կողմից գույքի օգտագործման ավելի պարզ կլինի։ Այսինքն դեռ ֆիքսվելու ենք ինչ որ առումով գույքի քառակուսի մետրով եւ այլն տենց չափանիշներ ենք դնելու, որ հիմնարկների ղեկավարները իրանք ցերտին ասեն, բա մի րոպե ինչի ենք այսքան քառակուսու համար վճարում, եթե այդ քառակուսիները չենք օգտագործում, հետեւաբար այդ գույքերի օգտագործման նպատակայնությունը կմեծանա։ Դա մեր տրամաբանությունը։ Համեցեք։ Շնորհակալություն, պարոն վարչապետ, հարգելի գործընկերներ, իրականում մի քանի նպատակ կարող է հետապնդվել այսպիսի որոշմամբ։ Առաջինը
տեղեկատվության թափանցիկությունն է որոշում կայացնելու համար, որովհետեւ մենք բոլորս իմանանք, թե ցանկացած գերատեսչություն, որովհետեւ գույքի վարձակալությունը կամ զբաղեցումը նույնպես ծախս է, մենք իրականում ինչպիսի ծախսեր ենք անում, որովհետեւ այդ ծախսերը այսօր արտացոլված չեն մեր բյուջեում։ Երկրորդ նպատակը, որը կարող է այստեղ հետապնդվել, մենք երբեմն գույք ենք տրամադրում տարբեր հասարակական կազմակերպություններին կամ այլ կառույցներին, որպես օժանդակություն իրենց գործունեությանը, եւ այստեղ էլի այդ ծախսը որպես այդպեսին չի երևում։ Ես կարծում եմ, որ մենք այս թափանցիկությունը եւ մեր վարած քաղաքականությունը ավելի པարզ դարձնելու համար պետք է ուղղակի գույքագրենք եւ արձանագրենք եւ հաշվենք եւ այդ հաշված գումարը տրամադրենք հասկանալու համար այս կամ այն ծառայությունը, որը պետական կառավարման մարմինը մատուցում է, ինչ է արժենում մեզ համար եւ ըստ այդմ հետո արդյունավետության բարձրացման որոշումներ կայացնելու հիմք կհանդիսանա դա։ Համեցեք Տիկին Անդրեաս։ Շնորհակալություն պարոն վարչապետ, որպես մի նախարարություն, որի համակարգման ոլորտներում գտնվում են թերևս ամենամեծ թվով կազմակերպությունները, միայն 1352 պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին ենք խոսում, որոնք դպրոցներ են եւ նաեւ մշակույթի, սպորտի ոլորտում գտնվող այլ հաստատությունները։ Մենք այստեղ իհարկե ամբողջությամբ հասկանալով թափանցիկության, հաշվետվողականության հարցերը, որոնք կարևոր են, կարծում ենք, որ ամեն դեպքում որոշակի առանձնահատկություններ կան, որ պետք է հաշվի առնվեն, որտեղ նախ եւ առաջ այս ծավալի ուրեմն վարձակալությունը առաջացնելու է էական լրացուցիչ բեռ բյուջեի համար, որտեղ ստացվում է, որ մենք այս բոլոր շենքերի համար պետք է վարձակալություն վճարենք, եւ երկրորդը սա նաեւ սկզբունքորեն հաշվի առնելով կրթության իրավունքի ապահովման եւ պետության այլ պարտավորությունները, որոշակի նաեւ կոնցեպտուալ հարցադրումներ է առաջացնում այս մոտեցման պետաշխատանքը իրականացնելու, հետեւաբար ես առաջարկում եմ, քանի որ խոսքը օրենսդրական փաթեթի մասին է, ազգային ժողովի փուլում քննարկել եւ հասկանալ այս ոլորտային առանձնահատկությունների տրամաբանությունը, որպեսզի գտնենք իսկապես այդ նպատակին ծառայող թիրախային ճիշտ լուծումներ։ Շնորհակալություն։ Իսկ ինչ առանձնահատկություն կարող լինի, ասենք ենթադրենք, պարզվեց X դպրոցի համար X դպրոցի վարձակալության վճարը ամիսը 3 միլիոն դրամ է։ Ենթադրենք։ Ինչ է փոխում դա դպրոցի աշակերտների, ուսուցիչների, ծնողների, համայնքի, շահառուների, հասարակական կազմակերպման 3 միլիոն դրամը մենք տալիս ենք այդ 3 միլիոն դրամը, ինչ խնդիր է առաջացնում։ Պարոն վարչապետ, այստեղ նախ եւ առաջ մենք ունենք հասկանալու, որ մենք դպրոցի շենքը վարձակալությամբ ենք տրամադրում դպրոցի համար, արդյոք այդ տրամաբանության մեջ տեղավորվում է կրթության իրավունքի ապահովման մեր մոտեցումը թե ոչ։ Շատ լավ, դրա համար պետք է հասկանանք ինչով է նսեմացնում կրթության իրավունքի իրացումը։ Խոսքը նսեմացման մասին չի, բնականաբար, բայց այստեղ կարծում եմ բոլորը խոսում են արդյունավետությունից, պիտի նախ եւ առաջ նաեւ հասկանանք արդյունավետությունը։ Իմ տպավորությամբ մենք վարչարարություն են գեներացնելու լրացուցիչ, մենք այսօր արդեն ունենք խնդիր, որ վարձակալության գործող կարգով դպրոցները օրինակ չեն կարողանում սննդի կազմակերպումը իրականացնել եւ ուսումնական հաստատությունների արդյունավետության նաեւ այդ տեսանկյունից խնդիր ենք ունենում եւ ուղղակի ունենալով արդեն այն փորձը, որ կա, ես որոշակի մտահոգություններ ունեմ, որ վարչարարության ավելացում չունենանք խնդիրների լուծումը իրականացնելու փոխարեն եւ առաջարկում եմ ազգային ժողովի փուլում եւս մեկ անգամ այս հարցը քննարկել։ Պարոն Գրիգորյան, համեցեք։ Ես կարծում եմ Տիկին Անդրեասյան, սա շատ ճիշտ որոշում է, որովհետև սա երաշխիք է, որ մենք մասնավորի հետ մրցելու ենք, մրցակցություն ենք ունենալու։ Հակառակ դեպքում ինչ ենք մենք անում։ Մենք վիրտուալ կապիտալ ներդրում ենք անում, որը ծախսերի մեջ չենք հաշվում ու խեղդում ենք մասնավորին։ Դա առավելապես օրինակ առողջապահության ոլորտում արտահայտվում, կրթության ոլորտում արտահայտվում, իսկ sense մենք որևէ խնդիր իրականության մեջ ծառայության մատուցման տիրույթում չկա,
բայց մենք պետքա լավ հասկանանք, որ ծառայությունների ինքնարժեքը գնահատելիս ամենամեծ ներդրումը, որը գույքն է, մենք չենք հաշվում։ Դա նշանակում է, որ մասնավորի հետ մենք անարդար մրցակցության մեջ ենք, որովհետև կարող է պատահել նույն ծառայությունը այդ ինքնարժեքով, դեռ ավելի բարձր որակով եւ քիչ ինքնարժեքով ալտերնատիվ մատուցող լինի։ Եվ այդ իմաստով ես կարծում եմ շատ լավ լուծում է սա եւ լավ որոշում։ Համեցեք, պարոն Խաչատրյան։ Շնորհակալություն, պարոն վարչապետ, ես նույնպես կարծում եմ, որ սա շատ լավ որոշում է, սա երկար ժամանակ ֆինանսների նախարարության եւ պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից քննարկված հարց է։ Մենք իհարկե նաեւ քննարկել ենք այն հարցը, որ այնպեսի ճանապարհով գնանք, որ վարչահարական հավելյալ շատ մեծ բեռ հենց սկզբից չստեղծենք։ Սա երկար ճանապարհ է, որ պետք է անցնենք։ Հիմնական նպատակը նա է, որ մենք տեսանելի եւ թափանցիկ դարձնենք, թե ինչ հանրային սեփականություն է օգտագործվում մեր կարևորագույն ծառայությունները մատուցելու համար։ Այդ թվում նաեւ հանրակրթական ծառայությունները։ Հաջորդ կարևորը նա է, որ սա որևէ կերպ բեռ չի առաջացնում որևէ պետական կազմակերպության համար առնվազն սկզբնական շրջանում։ Ես կբացատրեմ ինչ եմ ասում այդպես, որովհետև մենք սկզբից ուղղակի հաշվապահական թղթակցություն ենք ապահովելու եւ պետական բյուջեում արտացոլելու ենք ռեսուրսի այն արժեքը, որ մեր տարբեր պետական կառավարման մարմիններ օգտագործում են։ Եվ պայմանավորվել ենք, որ մի կողմից ծախսն են գրելու, մյուս կողմից առանց քննարկելու այն եկամուտներն են գրելու, որոնք հաշվարկային մեծություն են, բայց նաև ծախսը դիմաց է, որ մենք տալու ենք պետական բյուջեից, որպեսզի այդ դպրոցը որպես ՊՕԱԿ բավարար միջոցներ ունենա քննարկումից դուրս այդ վճարը վճարելու համար։ Հաջորդ հարցը նա է, որ իսկ ինչպես ենք որոշում այդ վճարի արդար չափը։ Պետական գույքի կառավարման կոմիտեն մեր ընդհանուր կարգավորումների համաձայն սկզբից առաջարկել էր որոշել տվյալ գույքի վարձակալության շուկայական արժեքը, որպեսզի ամեն ինչ արդար եւ լինի այնպես, ինչպես շուկայում է տեղի ունենում։ Մենք այդտեղից նահանջ կատարեցինք որոշ չափով, ասացինք, որ մենք սկզբից այդքան մեծ գնահատումներ չենք պատվիրի, որովհետեւ իրականում գույքային միավորների քանակը շատ մեծ է եւ համանմանության բազմաթիվ տվյալներ կօգտագործենք այդ թվում կադաստրի կոմիտեից վերցնելով, որ սկզբից մեր բյուրոկրատական process-ները շատ ծախսատար չդառնան եւ ժամանակատար չդառնան, այսինքն մոտարկումներ կլինեն։ Էլի կարգը կգրենք, այն ժամանակ մանրամասները կքննարկենք։ Արդյունավետության հարցը հաջորդ շատ կարևոր հարցն է, որ կգա։ Եվ ես այստեղ երկու շերտ եմ ուզում առանձնացնել։ Օրինակ, հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի հետ քննարկում ենք, որ այս տեղափոխությունների հետ կապված 2000 քառակուսի մետր տարածք ենք հատկացրել իրենց նոր տարածքում աշխատանք շարունակելու համար, բայց այդ 2000 քառակուսի մետրից միայն 1200 քառակուսի մետրն է, որ օգտագործելի տարածք է։ Սա մեր պետական սեփականություն հանդիսացող շենքերի արդյունավետության ցուցանիշ է։ Այնպես են կառուցված եղել այդ շենքերը, որ 1200 քառակուսի մետր, որպեսզի կարողանաս օգտագործել, պիտի 2000 քառակուսի մետրանոց տարածք վերցնես։ Հիմա հաջորդ հարցը, որ միանգամից առաջանում է, իսկ մենք այդպես շարունակում ենք, նախատեսում ենք այդպես շարունակել առանց որևէ փոփոխության, թե ժամանակն է մտածելու, որ այն չօգտագործող 800 քառակուսի մետրերից մի մասը նույնպես դարձնենք օգտագործելի։ Եվ դա կարող է որոշակի նախագծային փոփոխություններ պահանջի, նորոգման կամ արդիականացման, այսպես ասած, լրացուցիչ ծախս, բայց վստահաբար ավելի մեծ արդյունավետություն։ Եվ ի վերջո հաջորդ շերտը բազմաթիվ պետական կառավարման մարմիններ ունենք, որոնք օգտագործում են տարածքները ավելի, քան իրենց պետք է։ Եվ այս քննարկումը ոչ առաջիկա 2-3 տարիներին, խոսքը իհարկե չի վերաբերում դպրոցներին, մենք ենք դպրոցները նախագծել, համաձայնվել, որ այդ տեսակ նախագծերով լինեն իրենք, բայց շենքեր կան հաստատ, որ իրենք ազատ տարածքներ կազմակերպություններ կան, որ երբ որ մենք ասենք, որ իրենց վարձակալած ռեսուրսի արժեք կամ օգտագործող ռեսուրսի արժեքը տարեկան 50 միլիոն դրամ է կամ 100 միլիոն դրամ է, իրենք երկար կմտածեն, ուզում են 100 միլիոն դրամանոց ռեսուրսը շարունակել օգտագործել, թե բավարար կհամարեն դրա 60-70%-ը իրենք իսկ առաջարկելով, երևի կմտածենք նաև խթաններ այդպիսի վարկագիծ ձևավորելու համար, որ օպտիմիզացվենք, որովհետև առանց այս քննարկումը բացելու մենք հարցի պատասխանը չգիտենք։ Եվ ես նորից ուզում եմ ասել, որ սա շատ կարևոր գործընթաց է, երկար գործընթաց է, մենք անցումային ժամանակահատված ունենք նաև նախատեսված, մի քանի տարիների արդյունքում նոր կկարողանանք ծածկույթ ամբողջական ապահովել եւ պետք է այս ճանապարհը անցնել։ Համեցեք, պարոն Թոմյան։
Շնորհակալություն, պարոն վարչապետ, այս որոշման տրամաբանությունը նաև կայանում է նրանում մեր կարծիքով, որ սա կօգնի, որպեսզի պետական գույքը մենք ունենանք իր իրական չափերով եւ ձևերով գրանցված որպես իրավունքի գրանցում, վկայական տրամադրված, հաշվի առնելով այն հանգամանքը, որ վարձակալության իրավունքները եւս ենթակա են գրանցման, այսինքն յուրաքանչյուր պարագայում պետական գույքը պետք է արտացոլված լինի կադաստրի կոմիտեի տեղեկատվական շտեմարանում, որպեսզի հետագայում հնարավորություն լինի դրա հանդեպ նաև գրանցել վարձակալության իրավունքը։ Հաշվի առնելով այս հանգամանքը, ես նաև պետք է խնդրեմ, որպեսզի այս իրավունքների գրանցման գործընթացը մենք սկսենք այս փուլից, որպեսզի հետագայում նաև որևէ խոչընդոտ ու խնդիր չունենանք վարձակալության տրամադրման ժամանակ որոշում կայացնելու գործընթացի ընթացքում։ Այսինքն կարևոր է այս փուլում նաև նախաձեռնել իրավունքների գրանցման գործընթացի մեկնարկը։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ։ Հարգելի գործընկերներ, ես նման որոշումը կարևոր եմ համարում նաև սոցիալ-հոգեբանական դիտանկյունից, որովհետև երկու հարթություն կա։ Ընդհանրապես անվճար ջրի հասկացությունների հետ կապված մենք մեր վերաբերմունքը պիտի մի հատ ճշգրտենք, որովհետև նախ ոչ մի բան անվճար չի, բացարձակապես ոչ մի բան անվճար չի, կամ այն ինչ որ անվճար է, նշանակում ինքը արժեք չունի։ Եվ սա շատ կարևոր բան է, որ մենք հասկանանք, որ ցանկացած բանի համար կա վճար, ուղիղ այդ վճարը անուղղակի է, դա երկրորդ հարցն է, բայց ամեն ինչի համար, ցանկացած արդյունքի համար պետք է վճարել։ Ով է վճարում, այդ ուրիշ խնդիր է։ Օրինակ կա այտենց հասկացություն էլ կար, չէ՞, Խորհրդային Միությունում, որ առողջապահությունը անվճար է։ Չի կարա այտենց բան լինի։ Այն անվճար էր, դրա համար է վերջում չկար առողջապահություն, որովհետև գնում էին եւ այլ ձևերով էր վճարվում դա։ Որովհետև եթե ինքը անվճար է, նշանակում է ինքը առողջապահություն չի, որովհետև դա ոչ մի արժեք չունի ինքը իր մեջ։ Եվ երկրորդը, այդ ընկալումը, որ դե պետական գույք է, էլի։ Պետական գույքի նկատմամբ վերաբերմունք կա, այդ մենք միջև մե նախորդ անգամ ես առիթ ունեցա խոսելու, թե մենք համայնքային եւ պետական գույքերի նկատմամբ ընդհանրապես մեր մոտ բան կա, տենց պետական գույք նշանակում է դե պետական գույք է, էլի տվեք տենանք ինչ ենք անում եւ այսօր էլ օրինակ կան բաներ, որ մենք ունենք ներդրումային ծրագիր, խնդրում ենք օգնել, ինչով օգնել, դե պետական գույքով, մի հատ ասենք շենք տվեք 25 հարգանի, այնտեղ մենք ուզում ենք բան անենք, ներդրում անենք եւ ընկալումներն է, որ դե պետական գույք է, էլի մեկը ոչ մեկինը չի անտեր, ոչ մի բանի պետք չի եւ ցանկացած պետական գույք պետքա գնանշվի, որ մարդիկ հասկանան, որ դա արժեք ունի, որ ամեն ինչը ունի իր ծախսը, իր գինը, իր եւ կառավարման մեթոդի առումով մենք էլ պետք է հասկանանք, որը ինչ արժի եւ այո, շատ դեպքերում կարող է պարզվի, որ մենք ինչ որ ծառայություն կամ պետական հիմնարկ աշխատելու համար մենք վճարում ենք այդքան արժի, ըստ էության պետությունը ծախսում է վարձակալության այդքան վճարում, բայց կարող է մասնավոր հատվածում ավելի լավ շենք 20% ավելի էժան կա եւ ինչու շուկան չակտիվացնել եւ բան չանել, հնարավորություն չտալ, որ մրցակցություն տեղի ունենա, մանավանդ մենք այդ պրակտիկան ունեցել ենք, միջև այսօր էլ ունենք։ Շատ պետական կազմակերպություններ կան, որոնք մասնավոր հատվածից են վարձակալում, եւ մենք չգիտենք հիմա լավա, որ այդ գնով իրանք վարձակալում են, թե չէ, որովհետեւ մենք ասենք օրինակ կան, չէ, ձեռնարկություններ, որ մասնավորում իրանք վարձակալում են գրասենյակային տարածք եւ այնտեղ ամեն ամիս պետական բյուջեից վճար է վճարում X վճար։ Մենք չգիտենք այդ վճարը շատ է թե քիչ, որովհետեւ կարող է պարզվի, որ պետական շենքում կա հնարավորություն ավելի պակաս կամ ավելի շատ գնանշումով այդ ծառայությունը իրականացնել, բայց դրա փոխարեն իրականացվում է այլ կերպ։ Էնպես որ կարծում եմ, այո, իհարկե, էլի բարեփոխումա պետքա գնա, պետքա իր խնդրին հանդիպի, հասկանանք ոնց ենք այդ խնդրեմ լուծում կամ այդ խնդրեմը այդքան էլ մեծ խնդրեմ չի, բայց այս շատ կարևոր է նաև պետության եւ պետականության ընկալման տեսակետից, որ հասկանանք ամեն ինչը արժեք ունի, այն որ մենք այս աթոռների վրա նստած ենք, դա կոնկրետ արժեք ունի, գին ունի, կոնկրետ մի ժամ այս աթոռի վրա նստելը կոնկրետ գին ունի եւ այդ գինը վճարվում է։ Եթե չվճարվի, X պահի աթոռը կոտրվի, ել չենք կարա նստենք, հասկանում եք։ Համեցեք Տիկին Անդրեաս։ Պարոն վարչապետ, որպեսզի դիտարկումս հստակ լինի եւ այլ կերպ չհասկացվի, ես պարզաբանեմ ինչ նկատի ունեմ։ Բնականաբար պետական գույքը այո ներդրում է եւ դա ունի գին եւ այդ գինը
ես որևէ այստեղ խնդիր չեմ տեսնում, ավելին դա պիտի արտացոլվի մեր եւ ֆինանսական հաշվարկներում եւ մեր ծախսերում, որ մենք իրականացնում ենք։ Բայց ամբողջ ասածս այն է, որ եթե մենք այդ հաշվարկը անում ենք եւ հասկանում ենք օրինակ, մենք ինչքան ծախս ենք կրում դպրոցական շենքերում կրթությունը կազմակերպելու համար, ի լրումն այն ծախսերի, որոնք արդեն հաշվարկված էին, դա իրականում ծախսա կրթության համար։ Եվ ես կարծում եմ, որ այդ ծախսը ճիշտ է արտացոլել իր ճիշտ տեղում։ Օրինակ, եւ այստեղ, երբ որ մենք պետական գույքի վարձակալության տրամաբանությամբ ենք այս հաշվարկներն ու միջոցները հաշվում, այստեղ մենք նաեւ բաց ենք թողնում այդ կարևոր հանգամանքը, ես դրա համար նշեցի առանձնահատկություն։ Եթե մենք օրինակ հանրակրթության ֆինանսավորման տրամաբանության մեջ ավելացնենք նաեւ այս բաղադրիչը, հաշվարկենք որպես պետություն, կարողանանք նաեւ այդ ծախսը պատկերացնենք, որ մենք իրականում անում ենք կրթության համար, սա մի կողմից իրական պատկեր կբերի մեր կրթության բյուջեում, որը ավելին է, քան այսօր մենք հաշվում ենք, եւ մյուս կողմից էլ թույլ կտա խուսափել վարչարարության այն հնարավոր խնդիրներից, որոնք իմ տպավորությամբ կարող են առաջանալ։ Հետևաբար ասածս այն է, որ սա իհարկե այս պահի քննարկում չի, բայց շարունակենք այս հարցը քննարկել ազգային ժողովում։ Իմիջայլոց Տիկին Անդրեասյան, տեսեք, այդտեղ մենք շատ կարևոր մի տեղի հասակ, որտեղ մենք անդադ խնդրեմ ենք ունենում։ Մենք ասում ենք, դե օրինակ նայեք, օրինակ բանը, ինչ ասեմ, որ երկրներից մեր գործընկեր, օրինակ Լիտվայում կրթության վրա ծախսվում է հնայի այսինչ տոկոսը։ Եվ մենք ասում ենք, դե եկեք բյուջեն մեծացնենք, կրթության վրա ծախսվում է հնայի այսինչ տոկոսը, մերը դրա կեսնա կամ դրա 10%-ն է կամ դրա 5%-ն է։ Բայց հիմա որ հետ գնանք ուսումնասիրենք կառուցվածքը, կարող է պարզվել հնայի այդ տարբերվող տոկոսի 70% հենց շենքերի վարձակալության գումարն է։ Ու մենք անընդհատ չենք կարողանում քաղաքականություն վարենք։ Անընդհատ մեր վիճակագրությունները դեֆորմացված են, որովհետև մեր մոտ բանում, կներեք, զարգացած երկրներում տենց տող չկա, որի դեմը գրածը լինի ձրի։ Մեր երկրում տողերի 80%-ի դեմը վիրտուալ գրածա ձրի, հետո մենք ասում ենք, բայց այս երկրում հնա այսքան տոկոսն է, մեր երկրում հնա այսքան տոկոսն է։ Մենք մեր հələ հնան ու մեր ծախսերը հաշվել չգիտենք նորմալ։ Մենք ո՞նց ենք պատրաստվում երկիր կառավարել։ Էլ չեմ ասում ո՞նց ենք պատրաստվում համակարգ կառավարել եւ ընդհանուր առմամբ կարծում եմ այդ տրամաբանության ամենամեծ սոցիալ հոգեբանական խնդիրներից մեկը այն է, որ մենք բան ենք անում, ամեն ինչ չենք տանում դեպի թվայնացում, բառից ոչ թե թվայնացման իմաստով, որ մենք ամեն ինչի թիվը պետք է հասկանանք, ամեն ինչը ծախս է, ամեն ինչի եւ սա իմ կարծիքով սա մի process է, որը մենք սկսել ենք դեռ բավականին երկար ժամանակ առաջ, երբ որ ես ասացի, որ եկեք հարգելի գործընկերներ, եկեք հրաժարվենք կոթողացման տրամաբանությունից։ Կոթողացման տրամաբանությունից պետք է այն ինչ որ մեզ համար կոթող է, այն ինչ որ մեզ համար տաճար է, դեմը պետք է գրենք տաճար, ինչի դեմը գրած չի տաճար, պետք է գրված չլինի տաճար։ Ես օրինակ զարմացա մի հատ շատ հետաքրքիր տեսարանի ականատես եղավ, աղմուկ բարձացավ, որ մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել հարսանիք։ Հասկանում եք, այն որ տարիներով մարզահամերգային համալիրը քանդվում էր բառից գումն իմաստով, քանդվում, քայքայվում էր, եւ մենք այսքան միլիարդներ ենք դնում, հələ չենք կարող կանգնացնենք քայքայման process-ը։ Բա պետք է տնտեսվարությամբ զբաղվի, բա ասենք մարզահամերգային համալիրում ինչ պետք է տեղի ունենա։ Ինչ պետք է տեղի ունենա, համերգ տեղի ունենա, այն որ ընդհակառակը պետք է քաջալերել, որ այսօր Հայաստանից ու դրա մասին ոչ մեկ չի խոսում։ Հարյուրավոր ընտանիքներ գնում են Դուբայում հարսանիք են անում, հետ են գալիս։ Իսկ որ ստեղ կարա բանի սննդի համակարգը աշխատի, կարան երաժիշտները հավելյալ գումար ստանան։ Վերջը ենթակա դիզայներները հավելյալ գումար ստանան, չգիտեմ, բանի ծառայություններ մատուցողները հավելյալ գումար ստանան, հավելյալ հարկ վճարեն եւ հավելյալ ծախսեր անելու հնարավորություն ունենան, չեկեք ձեր չտանք, չմոտենաք համալիրին։ Սենց այս մտածողությամբ, հասկանում եք, մենք մեր եկեղեցիներին էլ ենք տենց վերաբերվում։ Ես այս վերջերս կրթության նախարարին մի քանի եկեղեցի
տաճարներ, բառից բուն իմաստով տաճար, մոմ վառելու, այցելելուց հետո կրթության նախարարին հարց եմ տալիս, ասում եմ, պատմամշակութային հուշարձանա, չէ՞, որը այսօր կառավարում է ոչ կառավարությունը, ոչ էլ ՊՕԱԿ-ը կառավարում։ Մենք խնդիր դնում ենք այդտեղի սանիտարական վիճակի մասին։ Ես դες պաշտոնապես ասում եմ, որ մեր եկեղեցիները չուլանացված են, չուլանացված։ Ով որտեղ ինչ ոչ պետքական ապրանք ունի, մենք էլ գնում ես տենում ես, ասենք ինչ որ ավելացած մետլախ, պարկով ցեմենտ, ապալովկի հին կտորներ, ենթադրենք բան արմատուրայի բան հին ժանգոտ կտորներ, ասենք մտնում ես մարդը ինչի համար է եկեղեցի մտնում։ Մտնում է ինչ որ հոգևոր հաղորդակցության ունենալու, չէ՞։ Մեկ էլ մտնում ես նայում ես այդտեղ աղբա լցրած, այնտեղ աղբա լցրած, այնտեղ ինչ որ մեկի հին շորերն են, այնտեղ մեկը կոշիկներն ա դրել, այնտեղ մեկը իր հին կռավատն ա բերել դրել։ Բայց ո՞նց կարելի է ասենց էլի, այսքան ինչքան կարելի է այսքան կեղծ լինել, հարգելի ներկաներ, ինչքան կարելի է ինչքան կարելի է այդքան խոսել սրբության մասին ու այդքան արտասուրբ լինել։ Ինչքան կարելի է ոտի տակ տալ սրբությունները։ Մեկ էլ վայ համալիրում բան ա եղել։ Այն հիմա տարածված է ամեն բանի տակ խաչեր են դնում, այն տոնածառի բաներից։ Ընդ որում ոչ մեկ չի հետևում։ Ես շատ ուշադիր հետևում եմ։ Մի ամսից այդ լուսերի կեսը խփում է։ Ոչ մեկ էլ չի մտածում, որ դա պետքա փոխել։ Կարևորն է նա, որ առաջին օրվա բացումնարին նկարեցին Facebook-ում գցեցին։ Արդեն երեկոյան ժամերին խաչ չի, սենց կիս այդ բան, ոչ մեկ չի մտածում, որ այդ պետքա փոխել։ Ու սա վերաբերմունքը հասկանում եք, խաչի նկատմամբ էլ այս վերաբերմունքը, հավատի նկատմամբ էլ այս վերաբերմունքը, եկեղեցու նկատմամբ էլ այս վերաբերմունքը, բայց որ հիմա մեկը նախաձեռնություն անի, ասեք եք տանենք համալիրի գլխին մի հատ մեծ խաչ տնենք, շատ մեծ բան կառաջանա, շատ մեծ ակտիվություն կա, ինչպիսի նվիրական առաջարկություն, իսկապես եկեք տանենք խաչ տնենք համալիրի գլխին։ Հանկարծ հարսանի, ոչ մի բան հանկարծ այնտեղ տեղի չունենա։ Այդ որ լավ հոգեհանգիստ լինի, լինի կարելի անել, բայց հարսանիք թող գնան Դուբայում անեն, թող գնան Վրաստանում անեն, թող գնան ուրիշ տեղեր անեն, սա ինչ հարսանիք անելու տեղ է, այդ ձեր ցավը տանում։ Հայաստանը ձեզ համար հարսանիք անելու տեղ է, չեք կարող գնաք մի հատ նորմալ երկրում հարսանիք անեք։ Խելագարվել կարելի է ուղղակի։ Եվ այո, ամեն ինչը պետքա գնանշված լինի։ Եվ իհարկե խոսել ենք Տիկին Անդրեասյան, նաև պետությունը նաև որպես իրականում տերը այդ օբյեկտների եւ հուշարձանների կառավարությունն է, եւ ես պահանջում եմ, որ այնտեղ ստանդարտներ դրեք։ Չի կարա մեկը իր հին կոշիկները տանի բանում պահի, եկեղեցուն պահի։ Ասենք 7-րդ դարի, 9-րդ դարի, 11-րդ դարի եկեղեցում տանի իր հին բաները պահի։ Կամ միջոցառումներ են անում շատ լավ, ոչ մեկ դեմ չի։ Հարիսա են քեպում, մատաղ ենք անում, էս ենք անում, են ենք անում, շատ լավ։ Հետևներից թող մաքրեն։ Դա իմ որպես հոգևոր զգացմունքներ ունեցող մարդու եւ համոզված եմ բազմաթիվ մարդկանց ինձ վիրավորում է, որ ես մտնում եմ, այնտեղ տենում եմ աղբանոց են սարքել։ Եվ ես ձեզ անկեղծ ասում եմ, բացի 1-2 տեղից, որտեղ շատ մեծ ֆոկուս կա, պաշտոնական բաներ կան, ինստիտուտներ կան, բոլոր տեղերում համատարած այս վիճակն է, բոլոր տեղերում, խնդրում եմ գնացեք ստուգեք։ Ու ոչ մեկ սրա մասին չի ասում, ես չեմ հասկանում, ոչ մեկ չի տեսնում, ոչ մեկի ձեռը բջջային հեռախոս կամ սմարթֆոն չկա, որ նկարի ասի, ես ինչ է, մեր սրբավայրում ես ինչ վիճակ է։ Զարմանալ կարելի է ուղղակի։ Շատ լավ, բայց այն որ բարեփոխում է, այո, անորոշություններ ա բերելու, մտահոգություններ ա բերելու, շահարկումներ ա բերելու, հիմա ասելու են, դպրոցները ուզում են վարձով տան։ Հա, բայց մենք ենք վճարում։ Համեցեք։ Պարոն վարչապետ, եթե թույլ կաք երկու դիտարկում անեմ այստեղ, նախ այդ վարձի ճիշտ չափը որոշելը նաև կարևոր է այն իմաստով, որ մենք ասենք օրինակ այս սենյակը, եթե մենք վարձով տայինք մի մասնավորի, ինչքան դա կարժենար։ Եվ այդ իմաստով կարևոր է հասկանալ նաև իր այլընտրանքային եկամուտը,
ինչքան կգեներացվել ճիշտ որոշում կայացնելու համար։ Եվ երկրորդ բանը, որ ուզում եի ասեի, որ մենք անցած տարի արդեն մի քայլ արել ենք այս ուղղությամբ եւ բյուջեի հավելվածում ներկայացրել ենք այս ծախսերը։ Այսինքն զուտ բյուջեի մեջ դա չի արտացոլվել տողերի մեջ, բայց առանձին հավելվածով, որպեսզի ցույց տանք, թե մենք որքան է վարձակալական արժեքը պետական հիմնարկների զբաղեցրած գույքի, դա արել ենք եւ սա եւս մի այլ քայլ կլինի, որտեղ այդ հավելվածը արդեն կհայտնվի հիմնական բյուջեի տողերում։ Շնորհակալություն։ Ես ենթադրում եմ, որ նաև այդ թվում օրինակ հիմա մենք շատ ճիշտ նշվեց։ Մենք դպրոցների շենքեր ունենք, որտեղ օգտագործվում է իրանց շատ քիչ տոկոսը։ Կեսը, 60%-ը, 40%-ը եւ մենք այս պատկերն էլ պետք է հասկանանք, այդ պատկերն էլ պետք է ունենանք։ Ընդ որում ենթադրում ենք, որ մեզ սա հնարավորություն կտա գնահատել նաև շենքերի վիճակը, չէ՞։ Որովհետև եթե գույքը իրան վերաբերում ենք ոչ թե որպես գույք, այլ ոչ թե որպես կոթող, որը կոթողը տենց ինչքան քանդված լինի, այնքան ավելի խորհրդավոր է, չէ՞։ Այլ գույք, մի իմանանք այս գույքը ինչ է իրենից ներկայացնում։ Որպեսզի նաև իմանանք, սա մեր քաղաքականությունների մշակման առումով ավելի բան կտա։ Բայց ելի եմ ասում, իհարկե իհայտ կգան հարցեր։ Մենք հիմա կառավարության նիստի ֆորմատով այդ բոլոր հարցերը չենք կարող վերհանել եւ պետքա չվախենալ, հա հարցը եկավ, մի հատ նայենք, կարող է հանգամանքներ լինի, իրոք նկատած այս քննարկումների ընթացքում նկատված չլինեն։ Նկատվեց հանգամանքը, պետքա առերեսվել այդ հանգամանքին, մտածել լուծումներ առաջարկել։ Բայց որ նաեւ մեր մոտ ամեն ինչ պետքա կանոնակարգված լինի եւ ֆինանսական հոսքերի առումով էլ։ Հիմա այսա կտեսնեք, սրա արդյունքում մեր կրթության ոլորտում մեր արած ծախսերը հնայի հարաբերակցությունը աճելու է։ Բոլոր ոլորտներում եւ սա մեզ հնարավորություն է տալու ավելի լավ տեսնել, թե ինչ է կատարվում, ավելի լավ հասկանալ ինչքանով է մեր ծախսերը արդյունավետ։ Իմիջիայլոց որպեսզի մեր կապարանոց չընչի, կարծում եմ իմաստ ունի մի հատ նայել, օրինակ նույն ես Լիտվայի անունը տվեցի, Լիտվայում ասենք շենքերի վրա արվող շենքերի հենց որպես կապիտալ ներդրում դա հաշվառվում է թե չի հաշվառվում, որովհետև ես տենց ինտուիտիվ ասացի, բայց կարող է պարզվի, որ իրականում այդքան էլ այդպես չի։ Պարոն Միրզոյան, դուք բան ունեիք ասելու, հա։ Պարոն վարչապետ, կարծում եմ հաշվարկված կլինի կամ գուցե հետագա քննարկումների ընթացքում պարզվի, հարց առաջացավ ուղղակի մեջ, բոլոր փաստարկները իհարկե հասկանալի եւ ընդունելի եւ ամեն ինչ ճիշտ է, մենակ այդ մասնավորի եւ մրցունակության կտորը որոշ անորոշություններ է թողում, առնվազն ինձ մոտ, օրինակ կարող է պարզվի, որ մենք 60 միլիոն ենք տալիս ինչ որ շատ պայմանական թվեր եմ ասում եւ հիմնարկներ երաշտական դպրոցի համար, թատրոնի համար, պոլիկլինիկայի համար մի տեղում եւ կարելի է այդ ծառայությունը ստանալ 20 միլիոնով այլ շենք վարձակալել, բայց այդ շենքը, այսինքն չգիտեմ, կարող է պարզվի, որ Երևանի փոքր կամ նույնիսկ մեծ կենտրոնում չեն լինի երաշտական դպրոցներ, պոլիկլինիկաներ կամ թատրոններ, որտեղ ձեռ չի տալիս։ Ես հնարավոր տեսական հարցադրում եմ անում, էլի։ Կառավարման հարցադրում եք անում, այսինքն դա կոնկրետ իրավիճակ է, որտեղ պետք է որոշում կայացվի։ Այսինքն կնայենք այդ իրավիճակին։ Որովհետև բայց նաև էսա պետք հասկանալ, կարող է հակառակն լինի։ Պարզվի, որ այդ մեր երաշտական դպրոցին, որը Երևանի կենտրոնում է, վարձակալության վճարը, ասենք ենթադրենք 7 միլիոն դրամ է, որովհետև այնքան քանդված է, այնքան վթարային է, այնքանն է, որ ինքը շուկայական արժեք չունի։ Կարա պարզվի տենց բան։ Եվ սա մեզ լույս կվառի, որ հարգելիներս այդտեղ խնդիր ունենք։ Որովհետև այնտեղ սանհանգույցները քանդուքար վիճակում են։ Ինչը մեր դպրոցների համար բան չի, շատ հազվագյուտ բան չի։ Մեր դպրոցների մի շատ հսկայական մասում դե ֆակտո սանհանգույցը շատ պայմանական բան է։ Եվ սա մեզ հարց կծագի, բա ինչի է Երևանի կենտրոնում այս շենքը վարձակալության արժեքը այսքան քիչ։ Հետո կտեսնենք դա, որ այս շենքում այնքան խնդիրներ կա, մենք պետք է գնանք այդ խնդիրները լուծելու հետևից։ Եվ հանրությունն էլ պետք է տեսնի, որ այդ խնդիրն է, որովհետև շատ դեպքերում մենք համակերպվել ենք այդ բանի հետ, այդ խնդրի հետ, որ հա դե դպրոց է, ձրի շենք է, պետք է սանհանգույցն է նորմալ չլինի, այն էլ նորմալ չլինի, այն էլ նորմալ չլինի։
Եվ ել եմ ասում, ձեր ասածը ռիսկ է, որը պետք է կառավարենք։ Կարող ենք կարգավորել այդ ռիսկը, օրենսդրական կամ ենթաօրենսդրական ակտերով կարգավորել այդ ռիսկը։ Ուրիշ հարց էլ կա ծագի, պետք է հասկանանք այդ երաժշտական դպրոցը քանի աշակերտ ունի։ Որտեւ այդ կարա պարզվի երաժշտական դպրոցը ունի 300 աշակերտ, կարա պարզվի երաժշտական դպրոցը ունի 30 աշակերտ։ Էս էլ է խնդրեմ, որի հետ պետք է առնչվենք, բա Երևանի ամենակենտրոնում ինչի 30 աշակերտ ունի, ի՞նչն է պատճառը։ Չնայած ենթադրում եմ, որ տենց դեպք չունենք։ Չունենք, շատ ավելի լավ։ Համեցեք։ Մի կարճ բան ավելացնեմ պարոն Միրզոյանի ասացին, որովհետև դա շատ հետաքրքիր էլի հոգեբանական հարց է։ Որովհետև պարոն Միրզոյան, այդ նույն հաջողությամբ իրավունք ունեմ ասել, որ մենք արհեստական կուլտեր ունենք գույքի պատճառով, դպրոցների կուլտեր, երաժշտական դպրոցների կուլտեր, որոնց անունը ու բովանդակությունը իրար հետ չի բռնում, ու այդ կուլտը ձևավորվել է իր լավ գույք կենտրոնում ունենալու կապակցությամբ, որը գնահատված չի ծառայության մեջ։ Ես վստահ եմ, դա շատ նուրբ հարց է, բայց ինքը մի կողմանի չի, այդ մեդալը մյուս կողմն էլ ունի, էլի։ Եվ այդ իմաստով ես կարծում եմ, իրոք պետք է ռեալ արժեքը գնահատել տվյալ երաժշտական դպրոցի ու ծառայության ինքնարժեքը։ Շատ լավ, էլի մի ճանապարհ է, որին ոտք ենք դնում եւ պետքա շատ զգուշ քայլել այդ ճանապարհով, տեսնել ինչ խնդիրներ կան եւ այդ խնդիրները լուծել։ Բայց որ պետքա գնանշված լինի, այդ ակնհայտ է, որպեսզի մենք էլ իմանանք արժեքը, իմանանք ինչ ներդրում է արվում այդ ոլորտում, որպեսզի մեր քաղաքականությունները մշակելիս ավելի ամբողջական պատկեր ունենանք եւ ստուգենք մյուս երկրներում այս կոմպոնենտը մտնում է ծախսի մեջ կրթության ոլորտում արվող ենթադրում եմ որ չի կարող չմտնել, որովհետև շատ դեպքերում այդ չէ մասնավոր պետական գործընկերության համակարգ է գործում, որ պետությունը շենքը կառուցում է մասնավոր եւ պետությունը ասենք 50 տարվա պայմանագիր է կնքում, որ 50 տարի վարձակալելու այդ շենքը եւ մենք հիմա նաեւ դպրոցների կառուցման խնդրեմ ունենալու պատճառով մտածում ենք որ գուցե մենք էլ պետքա տենց բաների մասին մտածենք որ ոչ թե պետությունը ֆինանսավորվի մրցույթ հայտարարի գնաշինարարությունը վերահսկի անորակությունները հայտնաբերի դատական process-ների մեջ մտնի այլ մենք ասենք մենք ուզում ենք պատրաստի շենք առաջիկա 100 տարում կամ 50 տարում որպես դպրոց վարձակալելու համար եւ կարող է պարզվի դա երկարաժամկետում ավելի էժան է նստում պետության վրա եւ այդ շատ երկրներում օրինակ ես գիտեմ որ հիմա Ռուսաստանի Դաշնությունում այդ համակարգը գործում է եվրոպական շատ երկրներում այդ համակարգը գործում է որը նաեւ տնտեսության ակտիվացման շատ կարեւոր խթան եւ գործոն է այնպես որ պետքա այս ուղղությամբ նաեւ մտածենք եթե որ պահին կտեսնենք որ բացառող հանգամանք կա ոչ մի բան մեզ չի խանգարում այդ կտորը շրջանցել գնալ ուրիշ ուղղությամբ շատ լավ այս տրամաբանությամբ հարցը դնում եմ քվեարկության ովքեր են դեմ որոշման ընդունմանը դեմ չկա որոշումն ընդունված է քննարկում ենք հարց համար 22-ը Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի եւ հարակից օրենքների նախագծերին հավանություն տալու մասին հարցը զեկուցող աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյան Մեծարգո պարոն վարչապետ հարգելի գործընկերներ ներկայացվող նախագծերի նպատակը երեխայի պաշտպանության համակարգում բարեփոխումներ իրականացնելն է ինչը բխում է կառավարության 2021-26 թվականների ծրագրից ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության միջազգային այն պարտավորություններից որ ստանձնել է Չնայած որ փաթեթը բավականին մեծ է, բայց ես կփորձեմ հնարավորինս հակիրճ ներկայացնել, առաջարկվող նախագծերը ավելացնում են համայնքի դերը երեխաների իրավունքների պաշտպանության բնագավառում հստակ սահմանելով լիազորություններ, որոնք իրականացվելու են երեխայի պաշտպանության ոլորտում հատուկ մասնագիտացված սոցիալական աշխատողի միջոցով Համայնքներում երեխաների պաշտպանության հիմնական պատասխանատվությունը այս պահին կրում են խնամակալության հոգաբարձության հանձնաժողովները, որոնց գործունեությունը տեղական եւ միջազգային տարբեր զեկույցներում որակվում են ոչ մասնագիտական եւ ոչ արդյունավետ, որովհետեւ այնտեղ իրականում ներգրաված չեն հիմնականում մասնագիտական որակավորում ունեցող անձինք։
Փաթեթով նախատեսում ենք վերահաստատվում եւ նախագծերով վերահաստատվում եւ ամրապնդում է պետության դերը որպես երկրում երեխայի իրավունքների ապահովման հիմնական պատասխանատու, ինչը կիրականացվի համայնքների պատվիրակված լիազորության վերահսկողության միջոցով։ Ուժեղացվել է համայնքներում երեխայի պաշտպանության իրականացման հիմքերը համայնքում վարձատրվող մասնագիտական գործառույթի եւ մոնիթորինգի ու վերահսկողության համակարգի ներդրման միջոցով։ Սա հնարավորություն կտա մասնագիտորեն իրականացնել ոչ միայն բացահայտումն ու արձագանքումը երեխայի պաշտպանության դեպքերին, այլ նաև դրա կանխարգելումը։ Սահմանվել են համայնքում սոցիալական աշխատողների միջոցով իրականացվող հստակ լիազորություններ, որոնք ընդգրկում են երեխայի պաշտպանության դեպքերի բացահայտումը, գնահատումը, մոնիթորինգը տունայցերի միջոցով, ինչպես նաև ուղղորդումը այլ մարմիններ ըստ անհրաժեշտության։ Սահմանվել եւ հստակեցվել են մարզպետների աշխատակազմերում երեխայի պաշտպանության հետ կապված լիազորություններ եւ դրանց մասնագիտական բնույթն ու դրանից ելնելով մասնագիտական հաստիկի անհրաժեշտությունը։ Սահմանվել է բուլինգ հասկացությունը եւ ամրագրվել, որ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու դրանց կազմակերպությունները ձեռնարկելու են արձագանքող եւ կանխարգելիչ միջոցառումներ երեխայի բուլինգի կանխարգելման, բացահայտման, ինչպես նաեւ բուլինգի վտանգի տակ գտնվող կամ ենթարկված երեխաների պաշտպանության ու վերականգնման համար անհրաժեշտ մեխանիզմներ ստեղծելու ուղղությամբ։ Ամրագրվել է, որ յուրաքանչյուր երեխա իրավունք ունի իր այլընտրանքային խնամքի ձևը եւ դրա նշանակման կամ իրականացման մասին որոշումը պարբերաբար վերանայվի, հաշվի առնելով նրա կարծիքը եւ լավագույն շահը, հանվել է տարիքային սահմանափակումը երեխայի կարծիքը հաշվի առնելու համար եւ երեխան իրեն վերաբերող հարցերի քննարկմանը մասնակցում է եւ իր զարգացող ունակություններին եւ աստիճանաբար աճող ինքնավստահությանը համապատասխան։ Սահմանափակվել է կենսաբանական ծնողի մասնակցությունը խնամատարության պայմանագրերի կնքմանը, եթե ծնողը դատական կարգով սահմանափակվել է ծնողական իրավունքներում կամ եթե երեխան գտնվում է շուրջօրյա խնամք տրամադրող հաստատությունում։ Փոփոխություններ են իրականացրել խնամատար ծնող դառնալ ցանկացող անձի տարիքային պահանջներում, այժմ 55 է, դարձնում ենք 65, սահմանվել է ալիմենտի վճարման անկանխիկ ձևով ընդունման կարգավորումը, երեխայի մասնակցությունը որդեգրման դատավարությանը չի հանդիսանալու պարտադիր պայման, հստակեցվել են երեխայի կարծիքը ներկայացնելու գրավոր, բանավոր կամ տեսաձայնագրությամբ ձևաչափերը նրա մասնակցությամբ ցանկացած գործողության դեպքում, ներդրվելու է նոր տեղեկատվական համակարգ եւ դրա վարման հետ կապված լիազորությունները, կարգավորումները, որը համայնքային մակարդակում կունենա մեծ կարևորություն դեպքի վարման, երեխայի կարիքային ծառայությունների տրամադրման, աշխատանքների պլանավորման, մշտադիտարկման, հաշվետվողականության եւ թափանցիկության ապահովման տեսանկյունից։ Օրենքով նախատեսված նախագծերից բխող ավելի քան 40 ենթաօրենսդրական ակտերի իրավական ենթաօրենսդրական ակտերի մշակում, համապատասխանեցում եւ ավելի քան 10 նոր ենթաօրենսդրական ակտերի մշակում։ Ասեմ, որ այս փաթեթը մենք բավականին մանրամասն քննարկել ենք ինչպես մեր միջազգային գործընկերների հետ, այնպես էլ Հայաստանում երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ավելի քան 20 հասարակական կազմակերպությունների հետ, ինչպես նաեւ ապահովելու համար երեխաների լսված լինելու իրավունքը նաեւ ներգրավվել են տարբեր թիրախային խմբերից երեխաներ եւ ուզում եմ նշել, որ Հայաստանի Հանրապետություն 1993 թվականին ՄԱԿ-ի կոնվենցիան երեխաների իրավունքների մասին վավերացնելուց հետո 1996 թվականի նույն այսօրը մայիսի 29-ին ընտանեկան ուրեմն օրենսգիրքը առաջին օրենքն է ընդունում, այնուհետև 2004 թվականին ընդունվում է ընտանեկան օրենսգիրքը, դրանից հետո տարբեր մանր-մունր փոփոխություններ են տեղի ունեցել փաթեթում, լավարկումներ եւ այլն, բայց մեծ համապարփակ վերանայում 2004 թվականից հետո ըստ էության առաջին անգամ այս փաթեթով ենք ներկայացնում։ Շնորհակալ եմ, պարոն Մկրտչյան։ Հարգելի գործընկերներ, այս ոլորտում մենք շարունակական եւ պարբերական օրենսդրական փոփոխություններ ենք լրացնում, որը հիմնականում նաեւ կապված է լինում շատ հաճախ մեր միջազգայինորեն ընդունված կոնվենցիաների, վավերացրած կոնվենցիաների հետ եւ ըստ էության այս փաթեթով մենք եւս մեկ անգամ ինչ ենք արձանագրում ենք ակնհայտը, որ երեխան ծնողի սեփականությունը չէ։ Սա շատ կարևոր արձանագրում է։ Եվ սրա մասին պետք է ասել, որ երեխան ծնողի սեփականությունը չէ։ Եվ դա առանձնահատուկ հարաբերություններ են, եւ այդ առանձնահատուկ հարաբերությունների մեջ կան
բազմաթիվ առանձնահատկություններ, իհարկե, եւ երեխայի իրավունքները այդ առանձնահատկություններից մեկն են, եւ այս առիթը օգտագործելով ես ուզում եմ նաեւ հետեւյալը ասեմ, ընդհանրապես մեզանում տենց մի ընկալում կա, տենց երբեմն չձևակերպվող, բայց հաճախ նաեւ շատ ձևակերպվող, որ գիտեք, դե զարգացած երկրներում ընտանեկան արժեքներ չկան, դե այնտեղ ընտանեկան արժեքները մեր մոտ են, դե այնտեղ լրիվ բան այլասերված, ոչ բան արժեքներ են։ Ես նորություն ունեմ, հարգելի սիրելի ժողովուրդ մեզ համար, այդպես չի։ Այդպես չի, բացարձակապես այդպես չի։ Այնքան այդպես չի, որ նույնիսկ կարելի է զարմանալ։ Ուրիշ խնդիր կա, որ ինչքան երկիրը զարգացած է, ընտանիքի մոդելը այնքան պակասա հենված բռնության, կուլտուրայի եւ բռնության ենթամշակույթի վրա։ Բարձվում է, ինչքան զարգացած է երկիրը, այնքան ընտանիքի յուրաքանչյուր անդամներ, պատկերացրեք ընդհանուր երեխաները ունեն իրավունքներ։ Եվ սա զարգացածության չափանիշ է։ Ես ուզում եմ մի հատ մեր պատկերացումներն էլ մեր ավանդույթների եւ նահապետականության մասին մենք մի հատ ճշգրտենք։ Ասենք ենթադրենք այն, որ նահապետականությամբ մի բանով մի երթիկով մի տանիքի տակ 4-5 ընտանիք են ապրել։ Դա ոչ թե նրանից է, որ տենց լավ է, այլ սոցիալ աղքատության արտահայտությունն է դա։ Մենք էլ ուզում ենք սրբագործենք, հարգելիներս, որևէ պարագայում հարմար չի, որ երկու ընտանիք նույն սենյակում, ել չեմ ասում, նույն տանը իրար հետ ապրեք։ Հասկանում եք, 1000 ու մի հարց կա։ Հարմար չի ուղղակի։ Եվ դա դարձնել, որ այ գիտեք, սա մեր նահապետական արժեքն է, որ պապը, տատը, երեխեն, թոռը, 4 երեխեքը իրանց կանանց եւ ամուսինների հետ պետքա նույն տանիքի տակ ապրեն եւ սա մեր ավանդույթն է։ Դա աղքատությունից է տենց եղել, ժողովուրդ ջան, տուն չեն ունեցել այդ մարդիկ։ Ժամանակ ա եղել, որ կովերնել են նույն սենյակի մեջ ապրել, բայց դա չի նշանակում, որ դա մեր ավանդույթն է։ Եվ ես ներողություն եմ խնդրում, բայց սենց բաներ կա, ես հասկանում եմ, պետք է խոսալ սենց բաների մասին, որովհետև ընդհանուր քաղաքական մշակութային մակարդակում մեկ էլ բաներ են հնչում, որ կարելի է նույնիսկ խելագարվել։ Դա աղքատության արտահայտություն է։ Լավ բան չկա նրանում, որ մի քանի ընտանիք իրար հետ նույն տեղն են ապրում։ Օգտվում են նույն ենթակառուցվածքներից եւ այլն եւ այդպես շարունակ։ Դա աղքատության ցուցանիշ է, դա աղքատության արտահայտություն է։ Եվ լավ է, որ հիմա երկիրը զարգանում այն տրամաբանությամբ, որ մարդիկ հնարավորություն ունեն աշխատել, կանայք հնարավորություն ունեն, տղամարդիկ հնարավորություն ունեն, երիտասարդ ընտանիքներ հնարավորություն ունեն իրանց համար բնակարան ձեռք բերել եւ ապրել առանձին եւ նույնքան երբեմն ավելի շատ սիրել իրենց մյուս հարազատներին եւ ավելի լավ կապերով կապված մնալ մյուս հարազատների հետ։ Բայց ելի եմ ասում, ես ինչի եմ սրա մասին ասում, որտեղ սրա մասին պետք է ասել։ Որտեղ երբեմն տպավորությունն է, որ մենք էլի նայում ենք ու չենք տեսնում։ Մենք անդադ նայում ու չենք տեսնում։ Փորձ է արվում ասել, որ երիտասարդ ընտանիքը, որ հնարավորություն ունի բնակարան կամ երեխան, ինչի ընտանիքը։ Հասուն մարդը, Ժորժ ջան, կներեք, հասուն մարդը ինչի պետք է իր ծնողի հետ ապրի, կարաք մի հատ բացատրեք։ Կամ ինչու չի կարող, լավ ուզում ապրի, դա ընտրության հարց է, որ ոչ մեկ չի կարող բան անել։ Ոչ մեկ չի կարող ասել սենց արա կամ նենց արա, բայց ասել, որ սա ավանդույթ է, նա ավանդույթ չի, դա ճիշտ բան չի։ Դա ճիշտ բան չի։ Մարդկանց պետք է թողել ազատ իրանց ընտրության։ Թողել ազատ իրանց ընտրության, ով ոնց ուզում է, թող ապրի։ Մեկ ուզում է առանձին ապրի, թող առանձին ապրի, մեկ ուզում է միասին ապրի, թող միասին ապրի, բայց ես նկատի ունեմ այդ ավանդույթը, որ մենք այս process-ները մեզ ավանդույթներից հեռացնում են, բացարձակապես այդպես չի, ընդհակառակը ավելի ամրացնում են։ Ավելի ամրացնում են եւ ես կարծում եմ, որ սա պետք է ընդգծել։ Եվ ի վերջո շեշտը եւ առանցքը ազատությունն է մարդու, թե իրան ոնց է ավելի կոմֆորտ ապրել։ Եվ այդ թվում մենք պետք է ի վիճակի լինենք երեխաներին պաշտպանել որոշակի իրավիճակներում եւ շատ ավելի լավ է, որ դա անի համայնքը, քան թե կառավարությունը, որովհետեւ համայնքը ինքը իրեն ավելի լավ է ճանաչում։ Համայնքը ինքը իրեն ավելի լավ գիտի
եւ նրբությունները, հարաբերությունները եւ ի վերջո համայնքը անհատի նկատմամբ կարող է ավելի հոգատար լինել, քան կարող է հոգատար լինել կառավարությունը, որը զուտ ֆիզիկապես շատ ավելի հեռու է։ Համեցի։ Պարոն վարչապետ, համայնքի դերի շեշտման համատեքստում ասեմ, որ եթե օրինակ հիմա համայնքներում մենք ունենք սոցիալական աշխատողներ եւ տարածքային կառավարմանի ենթակառուցվածքների նախարարություն, երբ որ համայնքների միավորման նախագիծներ իրականացնում, այդտեղ յուրաքանչյուր 5000 բնակչի հաշվով մեկ սոցիալական աշխատող կա նախատեսված, նաև որոշակի միջազգային փորձ կա ուսումնասիրված այս մասով, եւ ըստ էության այդ սոցիալական աշխատողներն իրականացնում են այն գործառույթները սոցիալական պաշտպանության ոլորտի, որը որ սահմանվում է համայնքի։ Հիմա մենք մեր այս օրենքով նաև ասում ենք, որ պետք է համայնքներում լինեն եւս մեկ սոցիալական աշխատողներ, կրկին 5000, բայց երեխայի հաշվարկով, որոնց գործառույթը միայն պետք է լինի երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով զբաղվելը, կանխարգելելը եւ ըստ անհրաժեշտության շատ օպերատիվ մյուս գերատեսչությունների հետ կոմունիկացնել, եթե կլինեն հատկապես այսպես թիրախային գոտում գտնվող երեխաներ եւ ռիսկեր։ Եվ մյուսը խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովներն են, որոնք որ առանցքային դերակատարություն ունեն որոշում կայացնելու երեխայի լավագույն շահից ելնելով օրինակ ծնողներից առանձնացնելու եւ ըստ անհրաժեշտության ընտանիքին մոտ միջավայրում կամ խնամքի հաստատություն փոխարինելու։ Այստեղ շատ կարեւոր է, որ մենք ունենանք նաև որ կամավորության սկզբունքով են ձևավորում այդ հանձնաժողովները, ունենանք խիստ պրոֆեսիոնալ մարդիկ, որտեղ այդտեղ շատ զգայուն հարցեր կան երեխաների իրավունքների հետ կապված, եւ ըստ էության մենք հիմա կարգավորում ենք բոլոր այս պրոֆեսիոնալ համայնքների հետ աշխատանքով, որպեսզի այս առաջիկայում արդեն երբ որ օրենքից հետո բխող ենթարարական ակտեր եւ ազգային ժողովում կքննարկենք առաջիկային փուլային տարբերակով կանցնի, վստահ լինենք, որ մեր համայնքներում մենք ունենք պրոֆեսիոնալ մարդիկ, ովքեր որ զբաղվելու են երեխաների իրավունքների պաշտպանությամբ։ Դե դա էլ հաջորդ ամենամեծ մարտահրավերն է, որովհետեւ հա մեխանիզմ, բայց մենք պետք է նաեւ համոզված լինենք, որ կան անհրաժեշտ կադրեր, ովքեր այդ ամեն ինչը պրոֆեսիոնալ մակարդակի տիրապետում են, որովհետև հետ էլ եկեք ասեք, պարոն Մկրտչյան, որ խնամքի հաստատությունները իրանց հետ որոշակի մարտահրավերներ են բերում եւ այդտեղ էլ մենք խնդիրներ ունենք։ Ընդ որում մեծահասակների խնամքի հաստատություններում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող կամ այլ խնդիրներ ունեցող անձանց խնամքի հաստատություններում դեպքեր են բացահայտվել արդեն որ ուղղակի չես հավատում, որ դա հնարավոր է, չես հավատում, որ դա կարող է տեղի ունենալ ուղղակի ֆիզիկապես, բայց դրանք փաստեր են տեղի են ունենում եւ դա մեր համակարգային ինստիտուցիոնալ խնդիրների արտահայտությունն է, որ մենք չունենք համապատասխան մեխանիզմներ, որ կանխարգելենք եւ էականորեն նվազեցնենք նման բաների, նման երևույթների տարածումը։ Համաձայն եմ պարոն վարչապետ, որ մենք այսպես ավանդույթով մեր խնամքի հաստատություններում միշտ ունեցել ենք խնդիրներ, բայց զուգահեռ կառավարությունը ունի եւ միջազգային ստանձնած պարտավորություններ ապա ինստիտուցիոնալացման մեխանիզմներ ներդնելու առումով, այսինքն այնպիսի մեխանիզմներ, որ մենք այդ հաստատություններից նախ եւ առաջ երեխաների մասով հանենք երեխաներին եւ ընտանիքին մոտ միջավայրում հնարավորություն տակ եւ այս առումով մենք ներդրել ենք խնամատարության ինստիտուտը, որը կարող եմ ասել, որ աննախադեպ այսպես լավ արդյունքներ ունի։ Մի քանի տասնյակից հիմա մենք վերջին տարիների ընթացքում այս պայմանությամբ ունենք շուրջ 185 առանց ծնողական խնամքի մնացած երեխաներ, ովքեր որ խնամքի հաստատություններից հիմա դուրս են եկել եւ ապրում են կենսաբանական ընտանիքներում, այլ ընտանիքներում, այսպես ասած, ովքեր որ իրենց նաեւ երեխաների հետ միասին ապահովում են այդ երեխաների խնամքը, բնականաբար բոլոր անհրաժեշտ մեխանիզմներն այնտեղ կան դրված վերահսկողության, մոնիթորինգի եւ այլնի, եւ մեր մեխանիզմները բավականին լավն են նաեւ միջազգային պրակտիկայի առումով, անգամ վերջերս Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը ուղերձով շնորհակալություններ հայտնել Հայաստանի կառավարությանը առաջնորդելու համար այս ռեֆորմը, դրան զուգահեռ մենք անկախ կյանքի կենտրոններ ենք ստեղծելու, հիմա արդեն շինարարական աշխատանքները սկսվել են Մեծամոր համայնքում, մենք վերջերս հիմնարկեքի արարողությունը սկսեցինք, շինարարությունը ընթանում է, դա ինչ է լինելու, այդ ձեր նշած դեպքերը, նաև մեծահասակների հոգեկան առողջության խնդիր ունեցող մարդիկ կլինեն, հաշմանդամություն ունեցող մարդիկ, խնդիր ունեցող մարդիկ կլինեն,
այդ ցերեկային կենտրոնում կստանան ծառայություններ եւ մենք կկանխարգել ենք, որպիսի իրենք մտնեն հաստատություններ, այսինքն ցերեկային ծառայությունը կստանան կենտրոնում, անկախ կյանքի կենցաղավարման հմտություններ կսովորեն, որից հետո կվերադառնան երեկոյան իրանց ընտանիք նորից հաջորդ օրը կգան ծառայություններ ստանալու։ Այսպիսի մեթոդներով մենք գնալու ենք ապա ինստիտուցիոնալացման, որպեսզի կարողանանք մեր հաստատությունների վատ գետոյացված տրամաբանությունից դուրս գանք։ Դա լավ, շատ բարդ process է անելու, որը շատ մեծ մարտահրավերներ է բերելու, բայց որ պետք է գնանք այդ ճանապարհով, կարծում եմ արդեն ոչ մեկս չենք կասկածում եւ ուղղակի ստեղել, էլի մարտահրավերներ են լինելու, եկեք չտրամադրվենք, որ այ հիմա այս որոշումը ընդունեցինք եւ ամեն ինչ լինելու է հարթ, չի լինելու հարթ եւ պետքա շատ ուշադիր լինենք, որ այդ անհարթությունները չլինեն ծանր հետևանքների բերող, այլ իրանք ընթացիկ աշխատանքային վիճակներով հնարավոր լինի կարգավորել։ Համեց Կարճ արձագանք, ասեմ, որ ինչպես այս ռեֆորմը, այնպես էլ մեր մյուս մեծ տասնամյակներ շարունակ գոյություն ունեցած համակարգերի բարեփոխման մեր նախագծերը մենք անցումային փուլերով ենք իրականացնում, ազգային ժողովը առաջիկա ամիսներին սա հաստատելուց հետո մենք կրկին ինչպես անապահովության համակարգի պիլոտավորումը 2 մարզում արեցինք, ինչպես հաշմանդամություն ունեցող անձանց ֆունկցիոնալության գնահատումը փուլային արեցինք, սա էլ ենք սկզբից անելու ենք առանձին 2 մարզում, մեր խնդիրներն ենք հասկանալու, տեսնելու ենք ինչ բաց թողումներ ունենք, հետո փուլ առ փուլ անցնելու ենք ամբողջ հանրապետությունում իրականացնենք։ Շատ լավ, շնորհակալ եմ, խնդրեմ այլ հարց համեցեք տիկին։ Շնորհակալ եմ, պարոն վարչապետ, ես եւս կուզենամ արձանագրել այս նախագծերի փաթեթի կարևորությունը եւ այն խնդիրները, որոնք իրապես Հայաստանում առկա են երեխայի իրավունքների պաշտպանության համակարգի տեսանկյունից եւ դրանց լուծումները, կարևոր լուծումները, որ տրվել են այս նախագծերի փաթեթով։ Մենք պետք է իրապես բաց աչքերով նայենք խնդիրներին եւ հասկանանք, որ Հայաստանում երեխայի իրավունքների պաշտպանության գործող համակարգը իրականում ունի բազմաթիվ խնդիրներ եւ այդ խնդիրներից մեկը նաեւ այս պահին պիտի հատուկ արձանագրեմ խնամակալության եւ հոգաբարձության մարմինների ոչ արդյունավետ եւ ոչ պրոֆեսիոնալ աշխատանքն է, սա միանշանակ պետք է արձանագրել եւ իրապես շատ կարեւոր է, որ այս աշխատանքը մասնագիտացվում է, պարզապես կարեւոր է նաեւ, որպեսզի ինչպես արդեն քննարկման շրջանակներում էլ նշվեց, կարողանանք երաշխավորել պատշաճ մասնագետների ներգրավումը այս բոլոր գործընթացներում։ Ես եւս կարևորում եմ երեխայի կարծիքը հաշվի առնելու եւ երեխայի լսված լինելու իրավունքի երաշխավորումը, որը այսօր դարձյալ Հայաստանում շատ խնդրահարույց մի ոլորտ է իրացման տեսանկյունից, նաեւ օրենսդրական կարգավորումների տեսանկյունից եւ որոշակի առումով այս նախագծերի փաթեթը լուծում է խնդիրը, բայց այստեղ կուզենամ հատուկ արձանագրել նաեւ այն ավանդական կարծրատիպային պատկերացումները, որ ոչ միայն հասարակությունում, նաեւ շատ դեպքերում պետական մարմիններում են առկա խնդիրների հետ կապված։ Մենք մի քանի առանձին դեպքեր ենք ունեցել, երբ երեխաները մեզ տեղեկացրել են, որ իրենք որևէ պետական մարմնի են զանգահարել ինչ որ խնդիր ներկայացնելու համար եւ իրենց ուղղակի մերժել են խնդրի վերաբերյալ, հա, իրենց այդ տեղեկատվությունը լսել է, ասել են, որ պիտի ծնողները զանգահարեն։ Ուզում եմ կոչ անել բոլոր պետական մարմիններին նկատի ունենալ, որ երեխաները իրականում կարող են բողոք ներկայացնել օրինակ, հա, ընտանեկան բռնության հետ կապված հարցերի առնչությամբ, կամ իրենց խնամքի դաստիարակության վերաբերյալ, կամ ցանկացած այլ հարցի, որտեղ իրոք հենց երեխայի ձայնը պետք է լսելի լինի, լսված լինի, դրա համար կոչ եմ անում բոլոր պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին պարտադիր հաշվի առնել նաեւ երեխաների կողմից ներկայացվող բողոքները եւ երեխաների նկատմամբ բռնության հետ կապված խնդիրների առումով այստեղ էլ եմ ուզում արձանագրել եւ նաեւ շարունակել ձեր միտքը, պարոն վարչապետ, որ այո, մենք շատ թյուր պատկերացումներ ունենք այն մասին, թե արդյոք Հայաստանում երեխաների նկատմամբ բռնություն առկա է թե ոչ, ուզում եմ ես էլ վատ նորություն ասել այն առումով, որ այո, շատ մեծ ծավալների է հասնում երեխայի նկատմամբ բռնությունը, ընդ որում խոսքը բռնության գրեթե բոլոր տեսակների մասին է, այդ թվում սեռական բռնության, եւ այս տեսանկյունից ամենակարևոր հանգամանքն է, որպեսզի մենք կարողանանք ամբողջությամբ վերափոխել երեխայի նկատմամբ բռնության արձագանքելու, բռնությունը կանխարգելելու
եւ հետագայում այս գործերով քննություն իրականացնելու համակարգը, որովհետեւ մեր մշտադիտարկումները ցույց են տալիս, որ հատկապես բռնության կանխարգելման ու բռնության արձագանքման մեխանիզմների տեսանկյունից դարձյալ խնդիրները շատ մեծ են, ընդհուպ այն աստիճանի, որ որոշակի դեպքերում օրինակ իրավասու մարմինների ներկայացուցիչները կլինեն դրանք ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ, թե ցանկացած այլ իրավասու մարմնի ներկայացուցիչ, իրենք հենց բռնության տեսակների վերաբերյալ պատշաճ պատկերացում չունեն, արդյունքում չեն էլ կարողանում արձագանքել այս խնդիրներին եւ վերջում ես ել եմ ուզում արձանագրել ապա ինստիտուցիոնալացման կարեւորությունը եւ նշել, որ այո, մենք չպետք է մեր հասարակությունում ունենանք գետոներ, որտեղ առանձնացնենք տարբեր խումբ մարդկանց ու շատ կարևոր է, որպեսզի պատշաճ մակարդակով կարողանանք երաշխավորել նաեւ ապա ինստիտուցիոնալացման գործընթացի իրականացումը եւ դրա պրոֆեսիոնալ ավարտը։ Շնորհակալ եմ։ Շատ լավ, բայց վատ լուրերի հետ ես կարծում եմ պետքա լավ լուրերի մասին էլ ասել, օրինակ ես ենթադրում եմ մի այսպիսի երևույթ եմ ես նկատում, որ բավականին արդեն երկար ժամանակ է, այնպես չի որ նոր է այդ երևույթը։ Ես նկատում եմ, որ օրինակ երեխաները ավելի ու ավելի շատ են սկսում կապվել իրաց դպրոցների եւ իրաց մանկապարտեզների հետ, ինչը ենթադրում եմ կապված է նրա հետ, որ երեխաներին լսված լինելու հանգամանքի հետ կարա կապված լինի։ Օրինակ ես շատ երկար ժամանակ արդեն ինձ համար տենց լինում է, չէ՞ որ միջավայրում, որ խոսակցությունների մեջ, օրինակ որ երեխաները զգում ես, որ երեխաները հաճույքով են գնում դպրոց, երեխաները հաճույքով են դնում մանկապարտեզ, որովհետև սովորաբար մեր հիշողություններով այդքան էլ տեն չէր, այսինքն ինչ որ այլ խնդիրներ կային, որ երեխաներին միշտ ինչ որ բան էր առաջացնում, խոչընդոտներ էր առաջացնում, բայց հիմա առնվազն այս միտումը կա, որ ընդհակառակ երեխեք ուզում են մի քիչ ավելի երկար մնան, ուզում են այն ազատ օրերին էլ, որ դպրոց կամ մանկապարտեզ չեն գնում, ենթադրում եմ ցավոք ոչ բոլոր տեղերում կարա այդպես լինի, բայց որ այս երևույթը արդեն կա, այդ շատ ուրախացնող հանգամանք է եւ կարող է կապ ունենա այս մեր քննարկումների թեմաների հետ, որ երեխան ինքը իրան գտնում է ավելի նպաստավոր դերում եւ եթե դա տեղի է ունենում դպրոցում եւ եթե դա տեղի է ունենում մանկապարտեզում, շատ ավելի լավ։ Համեցեք։ Շնորհակալություն, պարոն վարչապետ, իրականում դա նաև կրթական բարեփոխումների առանցքում է, այսինքն ես կուզեմ այս կապերը ընդգծել, որտեղ հանրակրթության բարեփոխումները, նախադպրոցական կրթության բարեփոխումները ուղղված են նրան, որ կենտրոնում երեխան է եւ սա նշանակում է թե երեխայի մասնակցելու իրավունքը եւ այդ մասնակցության ապահովման մեթոդներն ու նաեւ գործիքակազմը։ Մենք ունենք մի իրավիճակ, երբ որ երեխաները մասնակցում են դպրոցի տնօրենի ընտրության գործընթացին, արտահայտելով իրենց կարծիքը այն ծրագրերի վերաբերյալ, որոնք տարբեր հավակնորդներ ներկայացնում են։ Մենք ունենք մի իրավիճակ, երբ որ մենք ինստիտուցիոնալ ենք դարձրել երեխաների մասնակցությունը դպրոցի վերաբերող այլ կարևոր հարցերում։ Բոլորովին վերջերս մենք քննարկում ենք մասնակցային բյուջետավորման գործընթացը եւ այդտեղ նույնպես մեր երեխաների մասնակցության հնարավորությունները։ Սրան շատ մեծ նպաստում է բերում նաեւ այն մեթոդները, որ ներդրվում են եւ կուզեմ նշել օրինակ նախագծային ուսուցումը։ Նախագծային ուսուցումը ամբողջությամբ վստահում է երեխային, որտեղ երեխային ասում է դու մեկն ես, ով որ կարող է իր շրջապատում նկատել խնդիրները եւ առաջարկել այդ խնդիրների լուծումները։ Եվ նախագծային ուսուցումը դարձնելով պարտադիր, մենք ստեղծում ենք մի համակարգ, որտեղ երեխաների մասնակցությունը իրենց հետաքրքրող խնդիրներով իրենց զբաղվելը միաժամանակ թե կրթական գործընթաց է եւ թե նաեւ նպաստում է, որ այդ միջավայրային փոփոխությունները տեղի ունենան։ Խնդիրները իհարկե շատ են եւ այստեղ Տիկին Մանասյանի նշած բոլոր հարցերը տեղի ունեն մեր իրականության մեջ, բայց նաև շատ մեծ ջանք է դրվում եւ ես կարծում եմ, որ մենք պետք է գնահատենք նաև այն փոփոխությունը, որը ունենք, որտեղ իրավիճակը նույնը չի, ինչ որ 5 տարի առաջ, ինչ որ 3 տարի առաջ, ինչ որ նույնիսկ 1 տարի առաջ եւ մարդկանց կարողությունների զարգացումը մեր շարունակական քաղաքականության մաս է եւ շատ թեմաներ, որոնք երեխաների պաշտպանության հետ կապ ունեն եւ մասնակցության ներդրված են մեր պարտադիր վերապատրաստման ծրագրերում։ Շնորհակալություն։ Տիկին Անդրեասյան, դուք կարծում եմ շատ լավ բառ օգտագործեցիք վստահություն եւ ելի լավ լուրերի տրամաբանության մեջ ես կարծում եմ գոնե իմ տպավորությունն է այսպեսին, որ այսօր արդեն
եւ բավական երկար ժամանակ այնպես չի, որ այսօր սկսվեց դա, իմ տպավորությամբ հատկապես մայրաքաղաքում եւ խոշոր քաղաքներում ծնողները երեխաներին ավելի մեծ ազատություն են տալիս եւ ավելի մեծ վստահությամբ են վերաբերվում նրանց։ Այս շատ կարևոր մի նրբություն է, որը էլի կարա կապված լինի ընդհանուր կրթական համակարգում տեղի ունեցող փոփոխությունների եւ այլնի հետ։ Եվ ես մտածում եմ, որ ինչքանով սա կարա մանավանդ հիմա շատ մեծ խնդրեմ է երկրում եւ աշխարհում, ինչքանով կարա սա կապ ունենա օրինակ վատ սովորությունների ձեռքբերման եւ այլնի հետ, բայց հետահայաց երբ որ նայում ենք, օրինակ եթե վերցնենք ծխելը որպես շատ վատ եւ շատ վնասակար սովորություն, օրինակ ես հիշում եմ այն ժամանակներում ծխելու հետ կապված ամենախիստ վերաբերմունքը եւ տենց շատ բան վերաբերմունքը ծխելու հետ կապված էր մեր միջավայրի, մեր ավակների, ծնողների եւ այլնի, որ ծխելը համարյա հավասարեցված էր հանցագործության նման մի բան էր ընկալվում, բայց մենք բոլորը սկսեցինք ծխել։ Այսինքն այդ բան միջավայրը, որ տեսեք հենց բռնվեք պրոբլեմ առնելու եւ դա չի կար, դա ամենևին չխոչընդոտեց, որ մենք սկսենք ծխել։ Բոլորս սկսեցինք ծխել, հետո ոչ մեկ մեզ չասեց, այ բան արա, ծխելը թող, չնայած մեր որոշ գործընկերներ դեռ շարունակում են ծխել, հասկանալի է, բայց նկատի ունեմ էլի անձնական ընտրության հարցը, այդտեղ մյուս բանը այդ խիստ համակարգը որոշակի դերակատարություն բան չունի։ Չեմ կարծում, թե ես նկատի ունեմ հիմա օրինակ շատ է խոսվում թմրամիջոցների հետ կապված խնդիրների մասին եւ ակնհայտ է, որ այդ խնդրեմը կա։ Ես հիմա զուգահեռ մտածում եմ, ասում եմ, այդ ազատությունը ինչքանով է նպաստում դրան, դե երևի ինչ որ չափով նպաստում է, բայց հետահայաց որ նայում եմ, որ այդ խստության կամ ինչ բառ ասեմ, տենց բանի, տենց ռեժիմային մթնոլորտը ժամանակին այդ ընկալում, ենթադրում եմ հիմա էլ կա այդ ընկալումը ծխելու հետ կապված, բայց այդ շատ խիստ եւ բանի սարսափի մթնոլորտը խոչընդոտ չդարձավ, որ մենք ժամանակին սկսենք ծխել։ Ենթադրում եմ, որ ստե չի խնդրեմը մի քիչ այլ տեղ է եւ երևի պետք է փնտրել գտնել այդ խնդրեմի լուծումը։ Իմիջիայլոց ասեմ, մենք այս վերջերս նաեւ թմրամիջոցների դեմ պայքարի հարցում կարծում եմ բավականին կարևոր քննարկում ենք ունեցել, մասնավորապես ոստիկանության բարեփոխումների հայեցակարգի տրամաբանության քննարկման ընթացքում իհարկե մենք պետք է առերեսվենք, որ դա շատ լուրջ խնդրեմ է, բայց նաև այդ խնդրեմի դեմ պայքարի մեր մարտավարություններն ու ռազմավարությունները պետք է մաքսիմալ արդյունավետ լինեն, որպեսզի մենք համոզված լինենք, որ ճիշտ ուղղությամբ ենք գնում եւ ի վերջո կարողանում ենք ճիշտ հասցեագրել։ Ամփոփելով ասեմ, որ այո, սա շատ կարևոր է եւ փոխվում են, մենք պետք է դա էլ արձանագրենք, որ օբյեկտիվորեն փոխվում են պատկերացումները, զարգացմանը զուգահեռ պատկերացումները, հարաբերությունները եւ այլն եւ այդպես շարունակ, եւ մենք պետք է ուղղակի արձանագրենք հետեւյալը, որ ազատությունները իրանք նեգատիվ բաների կարող են բերել, բայց դա չի նշանակում, որ ազատությունը ինքը նեգատիվ երևույթ է, որովհետև մյուսն էլ է բերում նույն ընդհակառակը։ Այսօր կան երկրներ, որտեղ ժողովրդավարություն չկա ընդհանրապես, հակոտնյա են այդ երկրների ժողովրդավարության հետ, բայց նույն թմրանյութերի հետ կապված խնդիրները ոչ միայն էականորեն ավելի մեծ են, բայց նույնիսկ անձեն աչքով է նկատելի, որ տասնյակ անգամներով ավելի մեծ խնդիրներ կան այնտեղ, այնպես որ խնդիրը այդ չի, ուղղակի նաև հետեւյալը կամ ուղղակի որպես մի դիտարկում ես անեմ, մի խորհրդակցության ժամանակ գուցե կառավարության նիստում եմ առիթ ունեցել դրա մասին խոսել, ես առաջարկում եմ, որ մենք երբեմն խոսելիս ասում ենք նեգատիվ, ոչ թե նեգատիվ, այլ տենց ոչ այդքան դրական փոփոխման ենթակա երևույթների մասին ասում ենք ավանդական, այսպես ես առաջարկում եմ, որ մենք ավանդականը, ավանդույթը նեգատիվի հետ չկապենք, դա չի մեր ավանդույթը, որովհետև հա, ինչքան էլ մեր ավանդույթը նույն ընտանեկան ավանդույթի ամենակարևոր տրամաբանությունը, որը մենք պիտի ավանդույթ համարենք, այն է,
որ այո մարդը ազատ է, անկախ է, ընտանիքում էլ ինքը ազատություններ պետքա ունենա, բայց հարազատի նկատմամբ խնամքը, ծնողի նկատմամբ խնամքը, ծնողի նկատմամբ հոգատարությունը, այն պայմաններում, երբ այսօր նաև ընտանեկան շատ ավանդույթներ կան, տատիկներ, թոռնիկներ հարաբերությունները, որ շատ դեպքերում ըստ էության ես դա շատ լավ բան եմ համարում եւ մեր ինքնության կարեւորագույն մասերից մեկն է, որ երեխաները այնտեղ որտեղ Աստված տվել է եւ կան առողջ տատիկներ եւ պապիկներ, իրանք հիմնականում դաստիարակվում են պապիկների եւ տատիկների ձեռքով եւ դա մեր այն իսկապես շատ արժեքավոր ավանդույթներից մեկն է, որ ուժեղացնում է մեր ընտանեկան կապերը եւ այլն եւ այդպես շարունակ, բայց ես ձեզ ասեմ նաեւ շատ զարգացած երկրներում այդ նույն երևույթը շատ նույն ձևով արտահայտվում է։ Այդտեղ շատ կարևոր է, որ մենք այս նրբություններն էլ իմանանք եւ իհարկե այսօր կան բազմաթիվ ընտանիքներ, որտեղ ծնողների նկատմամբ խնամք կա առանձնահատուկ եւ նաեւ եւ ծնողներ կան, որոնք առանձնահատուկ խնամքի կարիք ունեն եւ կարծում եմ մեր ավանդույթի շատ կարեւոր մաս է, որ դա յուրաքանչյուրը ընկալում է որպես պարտավորություն, որը ինքը պետք է անի, ընդ որում ոչ թե այսպես ասած դե յուրե պարտավորություն, այլ բարոյական պարտավորություն, որը մեր ինքնության մասն է, մեր ինքնագիտակցության մասն է եւ այդ արժեքները շատ կարեւոր են։ Ես նկատի ունեմ պետք է նաև այս քննարկումների ընթացքում մենք ճիշտ զատորոշենք թեմաները իրարից, որպեսզի մեր արժեքները եւ այն ինչ որ իսկապես մեզ համար արժեքավոր է, չխառնենք այն մյուս երևույթների հետ, որովհետեւ դրանք նախ շատ մոտ են իրար, իրանց դիստանցիաները այդքան շատ հաճախ նկատելի չեն, բայց որ դիստանցիաները կան եւ դրանք տարբեր երևույթներ են, իհարկե այդս էլ պետք է անպայման հաշվի առնել։ Շատ լավ, կան այլ դիտարկումներ, եթե չկան, հարցը դնում եմ քվեարկության, ովքեր են կողմ որոշման ովքեր են դեմ որոշման ընդունմանը, դեմ չկա, որոշումն ընդունված է։ Քննարկում ենք հարց համար 35-ը, զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին հավանություն տալու եւ անհետաձգելի համարելու մասին հարցը։ Զեկուցող Պաշտպանության նախարարի տեղակալ Հրաչյա Սարգսյան, համեցեք պարոն Սարգսյան։ Մեծարգո պարոն վարչապետ, հարգելի գործընկերներ, ձեր քննարկմանը ներկայացված զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի համաձայն նախատեսվում է ավելացնել պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող շարքային եւ կրտսեր ենթասպայական կազմերի զինծառայողներին տրվող հիմնական արձակուրդի ժամկետները, նրանց համար լրացուցիչ արձակուրդ սահմանել զինվորական երթում ընդունելու կապակցությամբ, ինչպես նաև ռազմաուսումնական հաստատություն ավարտած եւ Պաշտպանության նախարարության համակարգում կամ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում սպայական պաշտոնների նշանակված սպաների համար գործող ծառայողական բնակարաններով ապահովման համակարգը փոխարինել իրենց կարիքներին համահունչ հիպոթեկային վարկավորմամբ սեփականության իրավունքով բնակելի անշարժ գույք ձեռք բերելու իրավունքով ամբողջապես պետական բյուջեի միջոցների հաշվին։ Հաշվի առնելով նաև կարգավորման հարաբերությունների կարևորությունը, առաջարկում եմ հավանություն տալ օրենքի նախագծին եւ դրա քննարկումն ազգային ժողովի կողմից համարել անհետաձգելի։ Շնորհակալ եմ պարոն Սարգսյան, հարգելի գործընկերներ, այս երկու շատ կարևոր թեմայի մասին է։ Առաջինը դուք գիտեք, որ զինվորական ծառայությունից ժամկետային զինծառայության ժամանակ արձակուրդների որոշակի քվոտաներ կան սահմանած, բայց իրական կյանքում մենք ունենք իրավիճակներ, որ այդ քվոտաներից իհարկե օգտվում են, եթե չեմ սխալվում, վերջին շրջանում մենք նաև որոշակի ավելացրել ենք այդ քվոտաները, պարտադիր արձակուրդների ժամկետը, բայց հիմա պրակտիկան այնպիսին է, որ նաև դրանցից դուրս ոմանք կարողանում են օգտվել այս կամ այն հանգամանքների բերումով, ոմանք չեն կարողանում օգտվել։ Հիմա ըստ էության այս որոշմամբ մենք հետևյալն ենք անում, նախ երթման արարողության հետ կապված մենք պարտադիր, այսինքն սահմանում ենք արձակուրդի իրավունք 2 օրով պարտադիր սահմանում ենք արձակուրդի իրավունք։
Իսկ ծառայության ընթացքում ամեն 6 ամիսը մեկ բոլոր ժամկետային զինծառայողները պարտադիր կարգով ստանում են արձակուրդի հնարավորություն, որպեսզի չստացվի, որ ծառայողների մի մասը, ովքեր իրեն կամ իրենց հարազատները կարողանում են հասնել այդ խնդրի լուծման, իրանք օգտվեն, մյուսները չօգտվեն։ Այսինքն բոլոր ժամկետային զինծառայողները 6 ամիսը մեկ գնում են արձակուրդ։ Արձակուրդի չափերը կապված են իրանք ծառայության բնույթից։ Մի մասը արձակուրդ ծառայությունը ավելի բարդ արձակուրդ գնում են 10 օրով, մյուսները 7 օրով, հա, պարոն Սարգսյան, ճիշտ է։ Այո, պարոն վարչապետ, այս պայդրությամբ գործող օրենսդրությամբ շարքային կազմը 10 օրով է արձակուրդ գնում, սերժանտական կազմը 15 օրով, 24 ամսվա ընթացքում, առաջարկով մարտական հերթապահությունում ընդգրկված զինծառայողները 24 ամսվա մեջ կունենան 30 օր արձակուրդ, որը որ իսկ ոչ մարտական հերթապահությունում ընդգրկված զինծառայողները 21 օր արձակուրդ։ Իսկ ինչ ենք դեն ձևակերպում, այդ հիմա գրած է այդպես, բայց պատմելիս ասում ենք 6 ամիսը մեկ կգնան արձակուրդի։ Դա նախարարի հրամանով է։ Նախարարի հրամանով է լինելու, կախված իրավիճակից, օրենսդրությամբ չենք ֆիքսել հենց որ 6 ամիս, միգուցե 6 ամիս չլինի, 7 ամիս հետո ավելի երկար գնա, այսինքն կես չգնա, մի քանի օր ավելի գնա կամ որպեսզի հնարավորություն ունենա։ Հա, մեծ հաշվով, բայց մեր հաշվարկը այն է, որ 6 ամիսը մեկ 7 օր կարողանում ենք, 6 ամիսը մեկ 7 կամ մարտական հերթապահության անցած զինվորների դեպքում 10 օրով եւ պլյուս երթմնակալության արարողությունից հետո 2 օր արձակուրդի հնարավորություն են ստանում։ Սա օրենքով սահմանված է, բայց սրանով չի բացառվում արձակուրդի այլ հնարավորություններ, այլ այն մյուս հնարավորությունները մենք մաքսիմալ բարդացնելու ենք։ Այսինքն հիմնավորվածությունը հիմա որոշումների կայացումը այդ մասնավոր դեպքերում արձակուրդների արդեն հնարավորինս տանելու ենք դեպի գլխավոր շտաբ, որպեսզի անհրաժեշտությունը հիմնավորվի, որպեսզի հնարավորինս ուղղակի տենց քմահաճույքով կամ բարեխոսությունով արձակուրդի հնարավորությունը նվազեցնենք, բայց այդ ճկունությունն էլ ենք տալիս, որ կարող են դեպքեր լինել, որ ասենք օրինակ մարդը կարող ասի, այս անգամ ինձ 5 օրով տվեք, ես ինչ որ 2 ամիս հետո ունեմ ընտանեկան ինչ որ միջոցառում, այդ 2 օր այդ ընտանեկան միջոցառման համար ինձ արձակուրդ տվեք, գնամ ընտանեկան միջոցառման մասնակցեն։ Կարծում եմ լավ որոշում է եւ երկրորդը կապված հիշում եք, որ մենք որոշում ենք կայացրել, որ ռազմական համասանի շրջանավարտները ովքեր կստանան նշանակում, մենք իրանց բնակարան ենք տրամադրում եւ այն ժամանակ ընկալումն էր, որ բնակարանը մենք տրամադրելու ենք որոշակի պայմաններում մայրաքաղաքում։ Բայց հետո մենք արձագանքներ ստացանք նաև շահառուներից, ովքեր ասում են, որ գուցե մենք ուզում ենք, ասենք, մեր ծննդավայրում ունենալ բնակարան, ավելի մեծ բնակարան, ավելի լավ պայմաններով, ավելի այլ հանգամանքներում։ Դրա համար այս քննարկումների արդյունքում զարգացավ այդ գաղափարը, որ էլի կառավարության կողմից հիպոթեկային վարկի մեխանիզմը կգործարկվի, այսինքն մենք կտանք քվոտան, այսինքն սահմանաչափը գնային եւ մեր սպային երիտասարդ կասենք դուք ընտրեք։ Այս սկզբունքի, այս չափի շրջանակում դուք ընտրեք։ Մեկը կընտրի Երևանում, երկրորդը Գյումրիում, երրորդը ընդհանրապես գյուղական որևէ համայնքում եւ այսինքն հասկանալի է ինչքան այս Երևանի կենտրոնից հեռու լինի, այդ նույն թվով ավելի գուցե թե մեկը ուզում է առանձնատուն ձեռք բերի, հետնել ունենա 5000 մետր, ասենք օրինակ հող այգի եւ այլն։ Ինչու ենք մարդուն մենք զրկում այդ հնարավորությունից, ասում չէ, այս մանավանդ որ բնակարանների վաճառքի սահմանափակում է լինելու։ Այսինքն սովորական պայմաններում կարող ենք ասել դե իրա բնակարանն է ուզում է, թող այդ վաճառի գնա գյուղում ուրիշ տուն առնի։ Բայց քանի որ վաճառքի սահմանափակում է լինելու, ստացվելու է, որ մարդը 25 տարի, եթե տենց երազանք ունի գյուղում առանձնատուն եւ պտղատու այգի ունենալու, պետք է 25 տարի սպասի այդ երազանքը իրականացնելու համար, 20 տարի սպասի այդ երազանքը իրականացնելու համար, իսկ հիմա կարող է միանգամից գնալ եւ իր երազանքների առանձնատունը եւ այգին հիմնադրել կառավարության աջակցությամբ։
Այս երկու փոփոխությունն է, իհարկե այդտեղ հարցեր կան ֆինանսավորման հետ կապված ճշգրտումներ անելու բյուջետային տողերի, եթե աշխատանքի ընթացքում դա կիրականացվի։ Պարոն վարչապետ, ճիշտ է, դուք ասացիք, բայց նաև կուզեի ընդգծել, որ նաև կարևորում է, որ մենք ստեղ ընտրություն ենք տալիս, այսինքն գործող կարգավորումների շրջանակներում մենք պետք է ինչ-որ չափորոշիչների բնակարանի մրցույթ հայտարարեինք, կառուցապատողները կամ անհատները գային գնումներին մասնակցեին, ունեինք նայենք ինչ-որ բնակարան, իսկ այս մեխանիզմի միջոցով մենք հնարավորություն ենք տալի իրենք ընտրություն կատարեն ու կախված չի թե բնակարանը գտնվում է Երևանում ձեռք կբերի թե մարզում, մենք բոլորին միևնույն սահմանաչափն ենք տալի, որով որ պայմանավորված արդեն տարբեր տեղերում մակերեսները տարբեր են լինում։ Այսինքն պայմանականորեն ասած, չգիտեմ, որոշել ենք թիվը, թե դեռ նոր պիտի։ Կարգը կառավարությունը կհաստատի, տրամաբանությունն այնա, որ այս պահի դրությամբ կադաստրի միջինացված արժեքը 80 քառակուսի մետրի համար ենք նախատեսել շուրջ 35 միլիոն դրամի շրջանակներում։ Իմաստն են առնելու, որ մենք ձեզ 35 միլիոնի հնարավորություն ենք տալիս։ 35 միլիոնով ուզում եք գնեք Երևանում, ուզում ենք գնենք մարզում, ուզում ենք գնենք գյուղում, այդ 35 միլիոնն է։ Ինչ հարց կար մեխանիզմի հետ կապված։ Հա։ Չէ, պարոն վարչապետ, կներեք միջամտելու համար, ես ուղղակի հիշեցի, որ ես այն ժամանակ, որ այն կարգավորումն էինք անում, ես ասում էի սենց անենք։ Շատ լավ։ Խնդրեմ այլ դիտարկումներ։ Չկան այլ դիտարկումներ, մեկ էլ մի հարց, պարոն Սարգսյան, քանի որ համոզված եմ մեր ժամկետային զինծառայողների, սիրելի ծնողների, սիրելի զինծառայողների, սիրելի ծնողների մոտ հարցա ծագելու, այս կարգավորումը ուժի մեջ մտավ, ասենք ենթադրենք օգոստոսի 1-ին։ Ո՞նց է գործելու։ Գործելու է որ պահից է սկսելու գործել, այսինքն այդ պահից սկսած կարգավորում մտնելու է առաջիկայի համար, բնականաբար հետադարձ ուժ չի ունենա, բայց առաջիկայի համար բոլորի վրա կհասցնենք տարածել, թե նրանք ովքեր արդեն ենթադրենք մի տարի 6 ամիս ծառայել են, իրանք էլ մի 10-ից կօգտվեն։ Թե դա դեռ լրացուցիչ կարգավորման հարց է։ Կարծում եմ լրացուցիչ կարգավորման հարց է, բայց ենթադրում եմ երևի քանի որ ինքը բարելավող նորմա, երևի կնայենք ով ինչ ծառայության ժամկետ անցե եւ տրամաբանություններ որ մասնանք, եթե չենք տվել, չի ունեցել այդ բանը, միգուցե այդ մի մասով տանք արձակուրդ։ Չէ, դե հարց կա, հիմա կարող է լինել զինծառայող, որ ուժի մեջ մտնելու պահին իրան 30 օր մնացել լինի ծառայելու։ Մենք իրան ասելու ենք սեղ հարցեր կա, ենթադրում եմ պետք է կարգավորենք։ Երևի, հա, կարծում եմ։ Որ ես նկատի ունեմ ճիշտ ակնկալիքները ձևակերպենք, որ հետո մարդիկ տենց ֆրուստրացիա չունենան։ Շատ լավ։ Խնդրեմ, կան այլ հարցեր, դիտարկումներ։ Չկան այլ հարցեր, հարցը դրվում է քվեարկության, ովքեր են դեմ որոշման ընդունմանը, դեմ չկա, որոշումն ընդունված է, հարգելի գործընկերներ, մեր նիստի օրակարգը սպառված է, նիստը ավարտված, շնորհակալություն։